Կներեք, այս Սարյանի գարշուկները դուք եք սարքում։ Ծաղկաման երևի։ Հա, մենք ենք սարքում, ասել։ Բա վերջի գին ինչ ես ասում։ Հաստատ լիստը մի կլիենտ է, եղբայր 42,000 դրամ։ Այ ախպեր սրա մեջ կես մեշոք ցեմենտ չկա, այսի որ ուզենամ կես ժամ ու կսարքեմ։ Բայր արի դու մեր արտադրամաս, մենք քեզ մեշոք ցեմենտը կտանք, այդ ծաղկամանը պատրաստի վերջում էլ քեզ նվեր կտանք։ Այսօր ես եկա Մետր Մարկ, դեռ չհասցրեցի ծանոթանալ Դավիթի հետ, միանգամից հագուստը տվեց ու գործի դրեց։ Սկզբից ասեց, որ պետքա ցանց պատրաստեմ ու այս ֆորմայի վրա ամրացնեմ։ Հեշտ է մարդկանց հետ սենց խոսալ առանց աշխատանքի ծավալները պատկերացնելու։ Ախր տեսեք ինչ պրոցեսների մեջով անցնում մեկ մարդը միջև էս մի ապրանքն է ստանում։ Անդո բռնի փախավ, հոպ։ Բեր դու էսի թող, ավելի լավ ավազը բեր էլի։ Հիմա պետքա ցեմենտն ու ավազը իրար խառնենք ու ստանանք բետոն, որ լցնենք ֆորմայի մեջ ու 2 շաբաթ սպասենք։ Ախր իմաստը ո՞րն է մի մեշոք ցեմենտ ու այսքան երկաթ օգտագործելու ծաղկամանի մեջ։ Մետաղական ցանցը օգնում է, որ ծաղկամանը վաղ իրարից չառազդանա, չջարդվի, ցեմենտը դա որակն է։ Իսկ հետո անցնում ենք մշակման process-ին, որ ստանանք այսպիսի գեղեցիկ ծաղկաման։ Ես երևի ավարտեցի Արտ, հլեսի պետքա հղկվի, լակապատվի, մանիպուլատոր կանչենք, ուղարկենք հաճախորդին, նոր դրանից հետո կարաս գնաս։